Ողջույն բոլորին, այս տեսանյութում հունվարի 6-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 21:22 դեռ կլինի լուսնային 18-րդ օրը։ Սկսված ժամը 21:22-ից մինչև հունվարի 7-ը ժամը 22:49 կլինի արդեն լուսնային 19-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի ժամը 17:04-ից մինչև 20:57։ Հունվարի 6-ին մինչև ժամը 17:57 դեռ կլինի լուսինը առյուծ նշանում, իսկ 17:57-ից հետո լուսինը անցնում է կույս նշան։ Առավոտյան, երբ առյուծ նշանում է լինելու, սիրտը, աորտան, արյան շրջանառությունը, արյան ճնշումը, սրտի զարկերի հաճախականությունը։ Այս օրգանները բավականին զգայուն են և ուշադրության կարիք ունեն։ Վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ Իսկ արդեն օրվա երկրորդ կես ենթաստամոքսային գեղձը, բարակ աղիքը, կույր աղիքը, հաստ աղիքը, մարսողական համակարգը, 12 մատնյա աղիքը, ուղիղ աղիքը, զգայարանները, տեսողություն և լսողություն, այս օրգանները բավականին զգայուն են և ուշադրության կարիք ունեն։ Իսկ վիրահատություններ կարելի է ևս, բայց պետք է խուսափել այս օրգաններում վիրահատություններ անելուց։ Լուսնային 19-րդ օրվա խորհրդանիշը դա ցանցն է և սարդը, գայթակղությունը։ Օրվա կարգախոսը ոչ թե միայնություն, այլ մենություն։ Օրվա գույներն են կանաչը, կապույտը և դեղինը։ Օրվա քարերն են նռնակարը, լաբրադորիտը և մորիոնը։ 19-րդ լուսնային օրը կոչվում է սարդ, չարաբաստիկ օրը, նեռի օրը, ծանր օրը։ Սարդը հանդես է գալիս որպես ճակատագրի ստեղծող։ Լուսնային 19-րդ օրը համարվում է պասիվ, դժբախտ օր, սև մոգերի գործողությունների օր։ Հեշտ է ընկնել չար մարդկանց ազդեցության տակ։ Ընտանիքի, ընկերների հետ շփումը պետք է լինի առանց շահի, հակառակ դեպքում կարող է աղիների հետ կապված խնդիրներ առաջանան։ Փորձեք զսպել ձեր զգացմունքները։ Օրը փոխվելու հնարավորություն է տալիս։ Կարոտն ու հուսահատության զգացումը ավելի շատ կլինի, քան առաջ։ Լուրջ սխալներ կարող եք թույլ տալ։ Այսօր ավելի լավ է քիչ շփվել մարդկանց հետ, չպետք է որևէ նոր գործ սկսել, չպետք է փորձեք կարգավորել գործերը։ Միայն ավելի կբարդացնեք դրանք։ Կարող են տարբեր խնդիրներ, տհաճ իրադարձություններ առաջանալ։ Փորձեք զսպել ձեր հույզերը, խուսափեք զայրույթից, գրգռվածությունից, ինչ-որ մեկին ուղղված կոպիտ խոսքերից։ Եթե այսօրը սկսեք կոնֆլիկտներով, ապա դա շատ երկարատև կլինի։ Նաև պետք է վերանայեք ձեր անցյալը և ապաշխարեք ձեր մեղքերի համար։ Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ, մի ընկեք ինքնախաբեության ցանցի մեջ, մտածեք ձեր ամեն քայլի մասին։ Ձեր արարքները 19-րդ լուսնային օրը գնահատվում են բարձրագույն ուժերի կողմից։ Եթե ինչ-որ տանը կամ սենյակում վատ եք զգում, ավելի լավ է անմիջապես հեռանալ այդ վայրից։ Պետք չէ շփվել տհաճ և անծանոթ մարդկանց հետ, ինչպես նաև հանդիպել նոր մարդկանց։ Այդ օրը սկսվում է դեպրեսիան, ուժեղանում են վախերն ու ինքնավստահությունը։ Դուք հեշտությամբ կարող եք հավատալ և ինքներդ ձեզ համոզել, որ ինչ-որ բան իրականում գոյություն չունի։ Այսօր շատ լավ կլինի տան էներգետիկ մաքրում և ընդհանուր մաքրում իրականացնել, մաքրել կուտակվածը, դուրս հանել հին ու ավելորդ իրերը, մաքրել այնտեղ, որտեղ շատ հազվադեպ եք մաքրում։ Սա կթարմացնի տան էներգիան և կբերի թարմ ու մաքուր թրթռումներ։ 19-րդ լուսնային օրերի հիվանդությունները համարվում են ոչ թե կյանքին սպառնացող, այլ բավականին երկար ու դանդաղ ընթացող։ Մի չարաշահեք հաբերը։ 19-րդ լուսնային օրը խոցելի են կույր աղիքը, ուղիղ աղիքը, հաստ աղիքը, չի թույլատրվում այս օրգաններում այսօր վիրահատություններ կատարել։ Եթե այսօրը տեղի ունենում կույր աղիքի բորբոքում կամ փորկապություն, ապա դա ցույց է տալիս, որ դուք ձեր հոգում շատ բացասական և վնասակար մտքեր եք կրում։ Հղիություն և բեղմնավորում։ Այսօրը բեղմնավորված երեխան կարող է օժտված լինել անսովոր էքստրասենսորային ունակություններով։ 19-րդ լուսնային օրը ծնվում են բարոյական, բարձր որակներ ունեցող մարդիկ, անշահախնդիր, բարի, համեստ, լույս աշխարհ բերող։ Բայց եթե երեխան գնում է սխալ ճանապարհով, ապա նա կարող է դառնալ շողոքորթ, նենգ գայթակղիչ, պարտվող կամ չճանաչված միայնակ ստեղծագործող։ Այդպիսի մարդիկ հաճախ դառնում են հարբեցողներ։ Այսօր ծնված մարդը շատ հարցերում կգնա անձնազոհության։
Նա բարի, մաքուր հոգի ունեցող, համեստ, անգնահատելի, հոգևոր որակներ ունեցող մարդ է։ Բայց միևնույն ժամանակ նա կարող է լինել խորամանկ, դավաճան, հաճախ հակված ալկոհոլի։ 19-րդ լուսնային օրը ծնված մարդը փշոտ ճանապարհ է անցնելու։ Նրանք պետք է պատվով անցնեն այդ փորձությունների միջով։ Այսօրը նաև լի է թունավորումների վտանգով, ստուգեք այն, ինչ ուտում եք։ Սանրվածք։ Անցանկալի է կտրել ձեր մազերը, կարող են առաջանալ հիվանդություններ, կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա։ Կսկսվի միգրեն, աչքերի խնդիրներ կարող են առաջանալ, կցավեն հոդերը և ոսկորները։ Մազերի ներկում։ Եթե ներկեք ձեր մազերը, ապա դա միայն հաջողություն կբերի ավելի շատ բիզնեսում։ Եթե այսօրը պայմանավորված եք և ունեք կարևոր հանդիպում, ներկեք դրա դիմաց գոնե մի փոքր թել, սա կօգնի ձեզ լուծել բոլոր հարցերը։ Բիզնես և աշխատանք։ Ուղևորությունները խոր չեն տրվում։ Չի կարելի պարտք վերցնել և այսօր պարտքը վերադարձնել։ Շատ զգույշ եղեք, եթե այսօրը ձեզ բիզնես առաջարկ անեն։ Անձնական կյանք։ Անցանկալի ամուսնանալ, պայմանագրեր կնքել, նոր բիզնես սկսել։ Բացարձակապես անպատշաճ օր է նոր ծանոթությունների ու մտերմության համար։ Այսօրը կնքված ամուսնությունն ամենից հաճախ զարգանում է այնպես, որ ամուսիններից մեկն ամբողջովին կախված է մյուսից և ապրում է այն զգացումով, որ ինքը բանտում է։ Արդյունքում ոմանք ամբողջովին կորսում են իրենց որպես անձ, վերածվելով կողակցին սպասարկող մեքենայի, իսկ մյուսների համար ամուսնությունը դառնում է մարտի դաշտ։ Էզոտերիզմ։ Եթե այսօր պարտք վերցնեք, ապա չեք կարողանա վերադարձնել և դրանք ավելի շատ կավելացնեք։ Կարող եք տունը մաքրել մոմի օգնությամբ, մոմը ձեռքին պտտվելով տան մեջ ժամացույցի սլաքների ուղղությամբ։ Այսօրվա երազները մի քանի նշանակություն ունեն։ Հնարավոր է նաև կատարվեն, հնարավոր է նաև դատարկ են կախված ձեր մտքերից, թե ինչ եք մտածեք քնելուց առաջ, երբեմն էլ մարգարեական։ Այգեգործության համար անբարենպաստ օր է, հարկավոր չէ ոչինչ անել։ 19-րդ լուսնային օրվա հավելյալ քարերն են լաբրադորիտը, քրիզոլիտը, կանաչ նռնակարը։ Այսօրվա հանքանյութերն իրենց էներգիան փոխանցում են մարդուն, ուժեղացնելով կամ նվազեցնելով նրա հույզերն ու բնավորության որակները։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Մի օր անցկացրեք մենակ, վախերի դեմ պայքարեք։ Սովորական առօրյա գործերով զբաղվեք, ազատվեք աղբից, տունը մաքրեք և զարդարեք։ Մարտարվեստով զբաղվեք և մրցումներով։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, դժվար մարզումներից, մեծ գնումներ կատարելուց, մեծ գումարների վատնումից, կարևոր հարցեր լուծելուց ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը, և հաղորդակցություն շփում, հատկապես անծանոթների հետ։ 19-րդ լուսնային օրը բարենպաստ է երեխայի ծնունդը, այսինքն ծննդաբերությունը շատ լավ կընթանա, խալերի հեռացում, դեմքի մաքրում, բացել խանութ, ֆինանսական գործարքներ կնքել, անշարժ գույք ձեռք բերել, նոր տուն գնել և իհարկե շենք և առանձնատուն, մեքենա ձեռք բերել, տեղափոխել և բնակարանամուտ, բայց իհարկե բնակարանը մաքրելուց հետո, դեպիլյացիա և մազահեռացում, հոնքերի և թարթիչների ուղղում, սա փրվելու համար է շատ լավ։ Իսկ այգեգործության համար այստեղ շատ բաներ չունենք, սխտոր հավաքել, մարինացնել կաղամբը հավաքել, կաղամբի սածինների համար է լավ, մարինացնել վարունգը, գազեր տնկել, պաշտպանել, բանջարեղենը թութու դնել, այսքանն է բարենպաստ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։